Սրբույի Գալյաններ կարծեմ թե չգիտեմ Արդարադատության նախարար։ հա, ինչ որ այսպիսի միտք լսեցի, որ եթե ուսուցիչը 700,000 դրամ է ստանում, բա մենք չպետք է ստանանք այսքան շատ, թե այն մի հատ ինչ որ падգամավոր էր անհայտ դրա մասին խոսում։ Չէ, Սրբույի Գալյանն է աշխատավարձերից ուսուցիչներ, իրենք շատ են չէ խոսում 700,000-ի մասին։ Եկեք գնանք հետ 2018 Ասում թվականի մայիս։ մի ուսուցիչ կա 700,000 դրամ ստացող եւ այն էլ թանգարանում, այսինքն այդ վիճակում մեկ երկու հոգու մասին է։ Եկեք հեսա մի հատ թվերով խոսենք, հասկանանք թանգարանում կա այդ մեկը, թե այդ մեկն էլ չկա։ Ուրեմն թվերով խոսենք, վերադառնանք 2018 թվականի մայիս ամիս, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց իշխանությունը։ Այդ պահին, ուրեմն կրթության ոլորտում, որտեղ հիմնականում ուսուցիչներ են, միջին աշխատավարձը կազմել է 162,000 դրամ։ Գալիս են 2025 թվականի նոյեմբեր ամիս, վերջին տվյալով կրթական ոլորտի աշխատավարձը 209,000 դրամ։ Առաջի հայացքից կարող ենք ասել դե հա տենց 40,000 դրամից ավել բարձրացել է եւ այլն, բայց այստեղ մի հատ Նիկոլենց համար շատ վատ երևույթ է առաջ գալիս ինֆլյացիա։ Գնաճի հաշվիչով, եթե հենց Armstat կայքի գնաճի հաշվիչով մենք հաշվենք 162,000 դրամը 18 թվականի ինչ արժեր 2025-ի նոյեմբերին, գիտեք ինչքան է կազմում 203,000 դրամ 6,000 դրամի հեղափոխական աշխատավարձերի աճ։ Այդ իրենց այդքան գովաբանած թվերն է, չէ՞, հեղափոխական աճ, ուսուցիչներ 700,000, ամբողջությամբ քարոզչություն ու 6,000 դրամն է այդ միջինում ավելացել կրթական ոլորտում։